Ղազարժան դատարան իրականում շատ բարոս հասարակ իրավիճակ ունեն, ունեն գործեր, որոնցով մասնակցում են բավականին բարդություններ կա, քննարկման բաներ կա, այստեղ քննարկման հարցեր չկան, այդ գործընկերը դասագրքային ձևով ամեն ինչ ներկայացրեց, բայց մի քանի բանի վրա հատուկ ուշադրություն դարձնել։ Ամենակարևոր փաստը, որ նա պետք է ուշադրության հրավիրենք, դա մեղադրողի, հանրային մեղադրողի խոսքն է, թե ինքը ոնց է տեսնում, որտեղ մեղադրանքի տերը ինքն է, ինքը ոնց է տեսնում, թե ինչի պետք է կալանք շարունակել, որ դատարանն էլ լսի կողմերին հասկանա, հիմա մեղադրողի ասածը հիմնավոր է, թե չէ, պաշտպանների ասածը հիմնավոր է, թե չէ։ Ուրեմն մեղադրողի ամենահիմնական փաստարկը եղել է նա, որ բան չի փոխվել մինչև հիմա նախնական կալանքից հետո։ Հիմա այս հարցի մասին պետք է մի փոքր մտածել, բան փոխվել է, թե չէ։ Եկեք վերլուծենք նախորդ միջնորդությունները, առաջի կալանքից սկսած կալանքի երկարացումը, ինչա մեջը գրած։ Մեջը գրած է, որ քննությունը գտնվում է սկզբնական փուլում, ունեն բազմաթիվ հարյուրային քննչական ապացուցողական գործողությունների կատարման անհրաժեշտություն, չբացահայտված բազմաթիվ հանգամանքներ, այդ ամեն ինչը բացահայտելուն կարող է հանգած խոչընդոտի սրբազան։ Կարող, մտածում են այդպես։ Այն ժամանակ, երբ որ դատարանը ասում է դատարանները այդպես է ասա առաջացան դատարանը, մեջն էլ գրել է դատարանը, այս վերջի երկարացման ժամանակ էլ է գրել։ Գտնում է սկզբնական փուլում, կալանքի երկարացման ժամանակ դնում է սկզբնական փուլում է բարոյթային բազմաթիվ գործողություններ կա կատարելու եւ այլն եւ այլն։ Պետք է բացահայտել։ Հիմա նույն մեղադրական եզրակացությունը հաստատած մեղադրողը այդ ստորագրությանը ինքը պաշտոնապես հայտարարել է եւ հաստատել է, որ նախաքննությունը ըստ էության ավարտվեց ինչի, որովհետեւ իրենք ամեն ինչ հնարավոր արել են։ Գործի համար ինչ որ պետք է եղել արել են։ Չեմ կարծում, որ մեղադրողը կասի, գիտեք ինչ կա, բազմաթիվ գործողություններ կա, որոնք չեն կարել, դատարանում պետք է անեն։ Այդ փաստաթղթի ստորագրությունը նշանակում է, որ անհրաժեշտ լրիվ օբյեկտիվ բազմակողմանի քննության համար ինչ պետք է իրենք արել են անհրաժեշտ։ Բայց դա արել են։ Վկաներին ենթա բոլորին ում որ պետք է հարցը քննել են։ Ձեր ասած սկզբնական փուլի քննության ավարտն է։ Այդ գործողություն չունեք անել։ Իրականում բան չի փոխվել։ Այսինքն որ սկզբից առաջ օրը ձերբակալեցին տարան դատարան ասեցին դեսեք հələ նոր ամեն քլը չգիտեն գործ անեն, դրանից հետո միջին բան չի փոխվել իրենց մոտ։ Իրենց համար շարունակում են իրավիճակի մոտ։ Իհարկե սա абսուրդ է, եւ մեր գործընկերներն վստահ են, որ դրա մասին հստակ պատկերացնում են, ուղղակի պետք է այս միջնորդությունը անում, բան պետք է ասի։ Եթե պետք է ասի, դա է ասելու։ Չի ասելու, չէ՞ որ ինքերը վերացել են։ Ում վրա պետք է խոչընդոտի։ Վերացական կարելի է, չէ՞ ասել, sense գործողությունների ինչ ասած բարձր հավանականություն որ խոչընդոտի։ Ինչի՞։ Եկեք հերթով անդրադառնանք։ Իմ գործընկերը շատ հստակ անդրադարձավ, բայց դեռևս էլ դժողներին թողնենք։ Այն որ տեսանյութեր կա, որոնք որ դատանում պետք է այդ տեսանյութը բոլորը միասին զննենք նայենք։ Դրանք ինչով է խոչընդոտի։ Գողանալու կրիչը, դատարանի ձեռքից վերցնելու, ինչ անելու, որ չկարողանան դատանում դա հետազոտել։ Ակնհայտ է բան չկա։ Դժողների մասով Մենակ այն փաստարկը, որ նրանց նկատմամբ պաշտպանության միջոց է իրականացվում, դուք պետք է տեսնեք առերեսումների մի շքախմբով են գալիս։ Ոստիկանական այն խումբը, որ իրենց է ուղեկցում, նույնիսկ իրենց գործընկերներին թույլ չեն տալիս մոտենան դժողներին, ուր մնաց, ասենք սրբազանը հայտնեն ազատության մեջ, փորձին չորձեն խոչընդոտել։ Հիմա այս հարցի մասին մեղադրողը ինչ-որ բան ասելու է, թե չէ։ Օրինակ ասելու է, որ գիտեք ինչ կա, չնայած որ պաշտպանության միջոցը կիրառված է, բայց մեկը մենք չենք կարողանում պաշտպանել։ Մենք այդ հնարավորությունը պետությունը չունի, չի կարող պաշտպանի, կարող է խոչընդոտումներ լինի եւ այլն։ Իսկ գուցե եղանակը ասեն ոնց պետք է խոչընդոտի։ Եթե դժողները ասում են իբր թե ինչը պայմանը միշտ նա է, որ իբր թե հոգեվոր առումով աշճանակարգության որ բարձր է, հետեւաբար դրա ելնելով կխոչընդոտի։ Գիտեք, այստեղ իրավիճակից ելնելով գուցե դրա մասն պետք է ասեն։ Դժողները չեն կատարում նույնիսկ ամենահայոց կաթողիկոսի հրահանգը, կամ իրավական են փաստաթուղթը, որ կա, կամ ասենք այդ հոգևոր աշճանակարգության մեջ այն ցուցումը, որը իրավունք ունի հոգևոր առումով, դա չեն կա, հրապարակային հայտարարում են։ Եկեք դա չքննարկենք։ Չէ, ինչի՞ չքննարկենք։ Այսինքն քննարկենք, որ իրենք կարող են ճնշվել, ումից ճնշվեն սրբազանից, ովքեր որ չեն ճնշում, ավելի բարձր գտնվող հոգևոր աշճանակ։ Այստեղ ավելի շատ դատարանմոտ հարց է Այն կրտիչ եպիսկոպոս Պրոշյանը, ամիսանորով թեմի հեղինակավոր հոգևորական, օրինակ վերջինս ազատության մեջ գտնվելու պայմաններում շարունակելու է պաշտոնավարել, նաև համարվում է դժողների վերադասը։
փաստացի ուժովները աշխատում Չէ, աստվածաշնչն է, ոչ։ Ուրեմն ուժովները կարգալուց եղած են, եւ իրանք որևիցե կապ չունեն, ոչ հայ առաքելական սուտ եկեղեցու հետ, ոչ էլ արագացությունի հետ, իրանք որևիցե կապ չունեն։ Իրանք կարգալուց եղած են, իրանք համարում են աշխարհի կանձիկ։ Որևիցե իրավաբանական հոգևոր կապ չունեն մկրտիչ սրբազանի հետ։ Այս ձեր դիրքորոշումը վերջում կլսեն, շատ Այսինքն դա անհայտ փաստ է, որ նրանք կարգալուց եղած են։ Կարգալուցն է նշանակում է քահանական իրենց կարգից զրկված են։ Չէ, ես փաստացի պարոն Զորաբյան, փաստացի վերջին օրինակ, Հովանավանքում աշխատանքի այցելում թե չէ։ Պատվավոր դատան, աշխատանքի չի այցելում, ինքը Հովանավանքը զավթել է, դրա կապված Արագ Չէ, ինքը Հիմա ստեղ չենք հավաքվել, որ որոշենք դուք եք հաստատից պարզաբանում եք դու վերադասով հասկանալ Պատվական դատարան, եթե պատկերացեք, հա, դու աշխատանքային հարաբերություն չի, բայց եթե մեկին աշխատանքից ազատել են, իրավաբանական կապ չունի, նա չի ենթարկվում, չէ՞, լույսի վերադասի հրամանին, այդ նա չի աշխատում։ Դրա դեպքում հոգևոր կարգավիճակից զրկված է, նա այլևս պարտավոր չէ ենթարկվել հոգևոր վերադաս իշխանությանը, ավելին փաստացիչերն է ենթարկվում, որտեղ վերադաս իշխանությունը հոգևոր ասել է Հովանավանքը վերադարձրեք եւ ապօրինի ծիսական հարաբերությունները մի կատարել, բայց իրենք չեն ենթարկվում։ Այսինքն եւ փաստացի չեն ենթարկվում։ Եվ իրավաբանորեն, այսպես ասած, իրենք կարգալուց եղած են, իրենք որևիցե կապ չունեն։ Ու այդ հանգամանքը, եթե դատարան նման փաստ ցանկան հաստատա, առնվազն պետք է դրա իրավաբանական հիմքը տեսնի։ Իրենք կարգալուց եղած անձիկ են, իրենք եկեղեցու հետ կապ չունեն։ Դա փաստ է, դա եւ իրավաբանական փաստ է, փաստացի այդպես։ Մենք հասկանում ենք դուք ինչ եք պատերության մեջ իրավական առումով, որտեղ այն ինչ որ տեղի ունեցել իրավական չի, այն ինչ որ զավթել են, ինչ որ հովանավորվում են։ Հետևաբար դուք էլ չեք կարողանում ապաշտպանել, հիմա ամբողջովին էս ոնց հարաբերություն, որ իրանք պաշտոնապես կանոնների համաձայն չեն համարվում, այլևս թեմի հոգևորականներ, կարգալուց եղած են, բայց գնացել են ձեր պատկերացման մեջ աշխատում են, ինչ են աշխատում։ Ում ենթական են, իսկ ասենք, գուցե հարցնեք իրենք ասեն ում ենթական։ Չէ, սա ժապավեջային ասում, որ հասկանենք, իրենք ում ենթական են ընդհանրություն համարում իրենց։ Եվ ենթակա համարում են արդյոք, եւ մկրտիչ սրբազանին, թե չեն համարում։ Բայց ավելին ձեզ ասեմ, մկրտիչ սրբազանն այս բանի չեն հանդիսանում, որպես այդպիսի թեմի առաջնորդ են առումով, որ վարչական խորհուրդ կա նշանակված, ովքեր որ նրա լիազորությունները իրականացնում են։ Այսինքն այս բանին ինքը լիազորություններն է, որպես այդպիսին չունի, եթե նույնիսկ ազատության մեջ հայտնվի, այդ լիազորությունները չունի։ Բայց այն մարդիկ, ովքեր որ պետք է վարչական խորհրդին ուժովները ենթարկվեն, չեն ենթարկվում։ Այսինքն կարևոր է թե ով է ղեկավարը, եթե ղեկավար դիրքով ելնելով պետք է հեղինակությամբ ասեն, հենց կա վարչական խորհուրդը եւ այդ խորհուրդները, իսկ խորհրդի անդամներին չեն թողում օգտվելով առիթից ստեղծված իրենց կողքը միջավայրը չեն թողում որպեսզի բնականon հոգևոր ծառայություն հասնեն։ Ու մենք պետք է մտածենք, որ իրենք ինչ որ բանից կաշխատում են եւ ի վերջո պատվազան դատարան։ Մենք այս տիպի գործերը դրանք չունենք իրականություն կատարել։ Դուք իրավունք չունեք եւ չեք կարող հաշվի չառնել, թե դժողներ այս բան ինչ վարկագիծ են դրսևորում։ Ես այս բառը չեմ խուսափի ասել, այն հանդուգն վարկագիծը, որ իրենք են դրսևորում հրապարակային եւ օրինախախ, որի շուրջ մենք նաեւ իմ գործընկերը նաեւ նշեց, որ իրավական գնահատական չեն կարող չտան, ոնց չտան։ Օրինակ ոնց չտան, մենք ասենք, որ դժողները վայ ես ինչ մեղք են, հեսա մկրտիչ սրբազանը դուրս կգա խոչընդոտի, բայց չտենակ իրանք ինչ կա։ Կարող է իրանք են հանգած շնշում գործադրելու։ Կա տենց հավանականություն, որ հաշվի առնելով այսօրվա իրենց կողքը դրսևորված իրավիճակը, դրանից ելնելով իրենք փորձեն ճնշում գործադրել, չեն մտածում դրա մասին։ Բա ոնց մենք հասկանանք, այսինքն դժողի վարկագիծը եւ էությունը չընկալելով, մենք հասկանանք իր վրա ճնշում կլինի, թե չլինի։ Ի վերջո, եկեք դրանն էլ հեսա կանդրադառնանք։ Դա եկեք պատկերացնենք, որ դատանիզմով սենց ինչ որ անորոշ, ինչ որ սենց ենթադրություն կառաջանա, որ կարող է հանգած ոչնորման հավանականություն կա։ Իսկ աստիճանը, այսինքն նախաքննության փուլում, ավարտից հետո, առերեսումներից հետո, հիմա, դրանք բոլորը տարբեր չեն աստիճանները։ Չնայած մեղադրողը ասում է, որ աստիճանը նույնն է բան չի փոխվել,
Բայց դրա համար հստակ սահմանադրական դատանի, վճարաբեկ դատանի, եվրոպական դատանի իրավական դիրքորոշումներ կան։ Եկեք մի հատ ընթերցեմ, որ հետո այնպես չլինի, որ ուղղակի ասենց ասեցի ու անցեմ։ Մի հատ այս մասը ընթերցեմ, որ տեսեք, Խանզադյանն ընդդեմ Հայաստանի գործով եվրոպական դատային որոշման ոչ նահանգականությունն է կարդում, կայանում է նրանում, որ նախնական փուլում մեղադրյալի նախկինով զբաղեցած պաշտոնը կարող է լինել էական գործում, նախնական փուլում, նրա ազատությունից հարցի սահմանափակման հետ կապված, առավել ևս, եթե օրինակ բարակը վերաբերված արարական պարտականությունների։ Իսկ երբ առկա է իրական վտանգ, որ հենց այդ պաշտոնից բխող հեղինակությունն է կարող է քննության փուլում օրինակ օգտագործել եւ այլն։ Բայց նշում է, երբ որ արդեն մեղադրյալի կալանքի տակ գալու հարցը որոշելիս նաև էական հանգամանք է համարվում, որ պահպանում է խոչընդոտի վտանգը թե ոչ։ Բայց դատարանը ինչ ասում, ասում է, դատարանը եվրոպական դատարանը առանց դժվարությամբ ընկալվում է, երբ իշխանությունները քննության սկզբնական փուլում անհրաժեշտ են համարում կասկածելի ֆայլ բանտում, որովհետեւ դժվարացնեն նրա կողմից քննության համար խոչընդոտներ ստեղծելը, հատկապես բարդ քննությունների դեպքում։ Սակայն այդպիսի վտանգը ժամանակի ընթացքում նվազում է այդ կապակցությամբ, որ այն կապակցությամբ քննությունը կատարվել է, ցուցմունքներն արձանագրվել են, ստուգումներն իրականացվել են։ Օրինակ ասել Բեցիել նույն մոդելների գործով։ Այսինքն հստակ է, չէ՞, եթե քննությունը ավարտվեց նախնական, եթե դու վկաներին հարցաքննեցիր, չունես հնարավորությունը, որ գիտեք ինչ կհլը մարդ պետք է հարցաքննեն, դու բոլոր ստուգումները արել ես, բոլոր գործողությունները արել ես, նվազեց։ Կամ եկը, որ դատարանը կարասի չի նվազել։ Հիմա եթե նվազել է, այդ նվազման աստիճանի համար մենք ոչ մի բան հաշվի չենք առնում, մենակ ասենք, որ կարող է խոլ, տենց քրեական գործ չկա, որով գործողություն անելու անհրաժեշտություն կա, մենք չենք կարող ասենք ձևականորեն, ասենք, որ խոչընդոտման հավանականություն։ Միշտ կարող է մի բան ասենք։ Պարտադիր, դրա տարբերություն չկա։ Մեղադրյալը, երկրորդ մեղադրյալը մի բան ասում է, մեղադրյալը հրաժարված ալու ցուցմունք տալուց ասում իր ցուցմունքներով ուղղակի։ Մի բան կարելի ասել, բայց մենք պետք է աստիճանը տեսնենք։ Այսքան օրենք փոխվեց Հայաստանի Հանրապետությունում, այլընտրանքային խափանող միջոցների հարցը բարձրացվեց, նշվել է, որ միայն ծայրահեղ դեպքում պետք է կալանքը կիրառվի, որ բոլոր հնարավոր տարբերակները պետք է դատարանը փորձի անի, միջև կալանքը։ Այ եթե միջոցները հնարավոր չեն կոնկրետ անձի պարագայում, այդ դեպքում միայն կարող։ Հիմա ասենց անկեղծ ինչ որ մեկ իր մտքում մտածում է մկրտի ստեղծազանի պարագայում, ոչ մի այլընտրանքային խափանող միջոց չի կարող կիրառվի, բացառապես կալանք պետք է կիրառվի, դա կլինի պատիժ, ոչ թե կալանք, որտեղ չկա դա անհրաժեշտությունը ինքը։ Իսկ այն որ եկել էին ասում են, որ քննությունը սկզբնական փուլում է, ոնց որ գործընկերս ասեց, եկան դատարանին ասեցին սկզբնական փուլում է, դատարանը որոշման մեջ գրեց սկզբնական փուլում է քննությունը, դեռևս գործողություններ կանելու դրա համար են կալանք երկարացնում, գնացին ավարտակցին նախաքննության, գործ ուղարկեցին դատարան։ Հիմա այս մասով ինչ որ մեկը պետք է պատասխան տա։ Օրինակ քննիչը, չգիտեմ իրավասումը պետք է պատասխան տա, գա ասի ես դատարանին ինչի եմ այդպիսի բան ասել։ Իսկ եթե գործողությունները ավարտեցին, ինչի դուք ձեր գործողությունների հետևանքների համար օրինակ մեղադրողը կալանքը չվերացրեց։ Միշտ կարելի է դատարաններին հիմքեր ներկայացնել մի բան ասել, իսկ դատարանները այս դեպքում մենք իմացանք թե ոնց է քննությունը արել։ Բա մի հատ հարցների կոնկրետ էպի գործողությունը, մի հատ ներկայությունների մեջ մտնել, որ բազել, թե չէ միայն գրելով ու արձանագրելով, հիմա նույնը այստեղ կարող լինի, ես չգիտեմ դուք ինչ որոշում կայացնել։ Բայց մենք տեսնելով այսօրվա իրականությունը, միշտ վատն ենք մտածում։ Վատն ենք մտածում, որտեղ տեսնում ենք ուղղորդվածություն։ Բացարձակ ձեր անձի նկատիչությունը, ոչ թե ձեր նախագահության դատարան, որտեղ առաջին անգամ եմ ձեր մասնակցության, չգիտեմ ընդհանրապես ինչ զգամ եւ ինչ պատկերացնեմ, բայց մենք տեսնում ենք իրականությունը։ Դրա համար մի փոքր առաջ գնալով, ուզում եմ դրա մասին ասեմ, երբ որ հանգարտ ու հանգարտ որոշեք, որ դուք էլ հաստատեք ոնց որ նախորդ դատարանն արել, պետք է այդ մասը գրեք մեջը, թե ինչով է խոչընդոտելու, որ գործողությանը, կոնկրետ ինչ եղանակով, արդյոք այն աշճանի է բարձրել վտանգը կամ ընդհանրապես կա, որ այլընտրանքային խափանմիջոցներ չեն կարող կիրառել, ինչ է գրելու, որ իրավաբանը կարող է հիմա որին ինչ գրի, ոչ մի բան չի լինի։ Հետևաբար ես գտնում եմ, որ ընդհանրապես խափանմիջոցի հիմք չկա, էլ չեմ ասում որ սահմանափակումները, օրինակ եմ ասում անորոշ պետք է սահմանափակվի այլ անձանց շփումներ, ինչի։ Օրինակ դրա հիմնավորումը որն է, որ առաջացան դատարանը Երևան քաղաքի ասել է նման բան։ Շատ բան ասա, քիչ հետո գործընկերը կներկայացներ որոշման հետ կապված իր զարգացումները եղել, հաստատեն ընդհանրապես ինչի կդառնա։ Հետևաբար ես խնդրում եմ, որպեսզի միջնորդությունը վերաբերող մերժվի եւ վերացվի կալանքը որպես խափանիչով կիրառված։
Thank you.